Մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը շրջադարձային փուլ է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին, ընդգծելով գործընկերության խորացման պատրաստակամությունը։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյթենը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն։ Փաստաթուղթը միտված է իրավական եւ գործնական հիմք ստեղծել օպերատիվ տեղեկատվության փոխանակման համար, զարգացնել ռիսկերի վերլուծության, իրավիճակային գնահատման եւ վաղ նախազգուշացման մեխանիզմները, խթանել մասնագիտական վերապատրաստումները եւ կարողությունների ամրապնդումը, նաեւ աջակցել անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության, սահմանային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանը։ Աշխատանքային պայմանավորվածությունը համահունչ է Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում սահմանված հենանիշների իրականացմանը։ Փաստաթղթով Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը պահպանելու Frontex-ի հետ ամուր գործնական եւ վստահության վրա հիմնված համագործակցությունը եւ առաջիկա տարիներին խորացնելու այս ռազմավարական գործընկերությունը։ Frontex-ի հետ աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն եւ սահմանային մարտահրավերներին, ինչպես նաև ամրապնդել ազգային կարողությունները ԵՄ լավագույն փորձին եւ չափորոշիչներին համապատասխան։